Ամեն անգամ ասում եմ վերջի եթերն են ընտրություններից առաջ, բայց չի ստացվում։ Նոր լսեցի Էդուարդ Պողոսյանի եթերը, իմ շատ լավ ընկեր ու ամերիկացի բլոգեր, հենդիմեն ինքը, որը պատմում է, թե ինչպես իր հորը սպանեցին մանվելենք եւ ինչպես չդատվեց ոչ մեկ։ Կարող եք նայել պատից վրա դրել եմ շատ այսպես հուզիչ եթերը։ Ես բազմաթիվ մարդիկ եմ ճանաչում, շատ մարդ եմ ճանաչում նահանգներում, ով որ մեր հին ռեժիմներից, այսպես ասած, Քոչարյանից, Սերժից, Լևոնի ժամանակով դուժել է, բիզնեսներ է թողել, բիզնեսներից հրաժարվել, ձեռից խլել են, ունեզրկել են, սպանել են բարեկամներին, իրենց ճանաչում եմ այդ մարդկանց։ Եվ ես պլանավորում եմ սեպտեմբերին սկսեմ մի հատ մեծ երկար համենայն դեպս որ ճանաչում եմ այսպիսի մի ոդքասթների շարք, որտեղ որ կպատմեմ ձեզ սիրելի հետևորդներ այդ ամենի մասին, այդ մարդկանց մասին։ Իսկ հիմա խնդրում եմ գրանցվել ալիքից եւ լայք դնել, որովհետեւ եթերը հնարավոր ինչապ շատ մարդ տեսնի։ Նաեւ հիշեցնեմ, որ ամսի 5-ին կամերային թատրոնում խաղում եմ տարից քեզ հետ ներկայացումը։ Լավ, հիմա ասենք առաջ, դա ժամանակը չի։ Ամենահետաքրքիրը եւ ինձ զայրացնողը այն էր, որ այդ ինֆորմացիան Էդուարդի այդ ուղերձը շեր էր արել Ալեն Սիմոնյանը, բազմացրել էր, տարածել էր Ալեն Սիմոնյանը։ Ես համոզված եմ եթերներս նայում են հարց տամ էլի ձեզ, պարոն Սիմոնյան, եւ ձեր քաղաքական թիմին։ 8 տարի անցել է։ Մուրճն ենք տվել, պողպատն ենք տվել ձեռներդ, մանգաղն ենք տվել ձեռներդ։ Ինչ ունենք տվել ենք ձեռներդ։ Բախի չեք։ Մինչև հիմա ինչու չէիք շարժում, այսպես ասած, այն ինչ որ տվել ենք ձեզ։ Ինչու։ Ես գիտեք ինչն է ինձ զայրացնում է ցինիզմը։ Ցինիզմը գիտեք ինչու՞մն է սիրելի հետևորդ, որ դրա մասին հիմա է խոսվում։ Դրա մասին ոչ թե հիմա է խոսում, Էդոն Հայեր խոսել է դրա մասին։ Բայց շեր անում իշխանավորը հիմա ընտրություններից առաջ, որ տիպը տեսեք նախկինները որ գան, սենց բան ալնելու։ Լուրջ եք ասում։ Իսկ կարող է որ Քոչարյանը լի գլուխս ունիտազի վրա ջարդի, պապլավոգում կջարդի, գիտեմ։ Իսկ կարող է որ Սերժը գա, ասենք, այս խնդիրներ ունենամ, այնպես ինչպես որ ժամանակին ունեցել եմ 2 անգամ, կարող է անպայման, իհարկե կարող է։ Այդ ամեն ինչը մենք գիտենք։ Բայց գիտեք, դա շատ տգեղ է այդ ամեն ինչը։ Տգեղ է, որ դուք ոչինչ չեք արել, կամ արել եք կեսը։ Բայց հիմա տես նյութեր եք շեր անում։ Լավ եք անում, որ շեր եք անում, հա, պարզ է դրա մասին պիտի խոսվի։ Բայց ու այդ խեղճ տղեն որն է, հայտնի բլոգեր է, շատ այսպես հարգված, շատ պոպուլյար մարդ է, ասենք նահանգներում եւ նաեւ ամբողջ, ասենք SNG ասացում է, հա։ Ինքը հիմա հույս ունի, որ եթե դուք մնաք, ապա ձեր հետույքը կբարձրացնեք բանից, կրեսլոներից եւ կսկսեք աշխատել։ Ես հույս չունեմ, կներեք, ես հույս չունեմ, որ այդ բոզի տղեկին դուք վերջապես բան կանեք, մի տեղից կբռնեք։ Ես ներողություն եմ խնդրում ոսկեղենիկ հայրենիս համար, այս եթերը 18+ է, երեխեքին քաշեք ենքոմ։ Հա, բայց իմ նյարդերը ավելի կարևոր են ինձ համար, քան ձեր կուսական ականջները։ Ես հույս չունեմ, որև սա հանգիստ ֆրֆռում են, որոշ մարդիկ, որոնք որ նախկին կուսակցություններից են, լավ էլ հետները այսպես բանի մեջ եք,
հարաբերությունների մեջ եք, լավ կոմֆորտն է ապրում եք։ Հիմա էլ Քոչարյանը դուրս է գալի առաջի ալիքով ու շատ հանգիստ այն լապշաներից կախում է մեր ուշերին, բաներին, ականջներին, նորմալ խոսում է ոնց որ ինչ դինոզավր, ինչ բան ժայռապատկեր ու եսի ֆոսիլ ու եսի ինչ կա, դարձեցի քաղաքական գործիչ, բերեցիք դաշտ, էդի հերիք չի, հիմա էլ Ռուսաստանից եկել են ակնհայտ ընտրություն են կեղծում, ակնհայտ ճնշում են գործադրում, բան եւ այլ, ասենք զանգված են հավաքում, Մոսկվայից ինչ զիբիլ, ինչ ախ Ռուսաստանից չեն բերել ստեղ, որ հիմա мы пришли голосовать спасать родину, այդ էս մի հատ զանգված կա, ասենց մի Հայաստանից, մի անգամից զգում եմ դրանց։ Գիտեք այդ որ մասանա, այն որ բանը է, այտենց ժամանակին են ամենադժվար տարիներին այտենց սադախլուի սումկեքը այտենց բան են կլեչատի բռնած սև կոստյումներով գնացին դե ասֆալտ, բան փռեցի, բան եւ այլն։ Հետո բան տներ առան, ասենք, բանում Ռոստովում, չգիտեմ, Ուրյուպինսկներում, Մոսկվայում, Սվիբլովը բան, Սվիդոմ на свалку։ Հիմա եկել են հայրենիք փրկելու, այսպես ասած։ Իհարկե դրանց մեջ կային նաև պարկեշ մարդիկ, որոնք որ գնացին, եկան եւ որոնք որ հիմա քրքաշ ընդ աշխատում են։ Իհարկե, բայց այդ այն զանգվածը, որ եկել է իմաստ է ձայն տալու այդ Կարապետյանին բանին, parza չէ ովքեր են։ Ալեգրովա լսողները բան տենց։ Ազաստինոյու Արարատ Արմենիա։ Այդ դրանք հիմա եկել են Զենտան ռուսական կուսակցության։ Ու դուք հեչ Կարապետյանն էլ դարձեցիք բան քաղաքական գործիչ։ Ասո հազար անգամ ասենք, չգիտեմ, նույնիսկ ուրիշ ձև չկար։ Ու եթե ժամանակին նրանց դուք հավաքեիք, ասենք, հա, նրանց հավա։ Հիմա սրանք չեն լինի։ Լրիվ ուրիշ տեղ կլինեինք արդեն։ Լրիվ։ Բայց իզուր տեղը Հավայի տեղը Մոսկվային հաչացնում եք, հա, բաները, չգիտեմ, Ռոմի ստատուտ ընդունելով, բանի, ասենք, այդ Եվրոպային այդ ռեֆերենդում անցկացնելով, բան ասելով, որ մենք հենա վեկտորը փոխել ենք, զարմար եք արել, ոչ մի բան չեք փոխել։ Իզուր տեղը շուն եք հաչացնում ու էլի գեներացնում եք ինչ-որ պրոցեսներ, որը որ ասենք ոչ մի օգուտ չի տալիս։ Ոչ մի օգուտ չի տալիս մեծ հաշվով։ Որովհետև էլի դոփում եք ու ինչ դինոզավր կա, բերում եք բան։ Դաշտ։ Հիմա այդ մարդիկ, ովքեր որ ապրում են Լոս Անջելեսում, չգիտեմ, Սիմելի որտեղ, Ավստրալիայում, Եվրոպայում, որոնց ժամանակին այդ կեղտերը, այդ լրփի վաստակները, այդ չգիտեմ ինչ ասեմ, այդ քաքը, հա, ունե զրկել են, սպանել են, բռնաբարել են, սատկած այդտենց, ասենք, մեր հերանիցել են, հիմա այդ մարդիկ հույս ունեն, որ մի բան կփոխվի։ Զգույշ չպլստակ տղեկ, չի փոխվելու։ Դեռ ավելին հիմա ասենք նրանք կգան, այդ Զաստինոյու Արարատ Զապադ Արմենիա կլցվեն պարլամենտ ու էլի կաշկետ, հա։ Սկսեն իրար թքել, շիշ շպրտել, բան, որև այդ ընդդիմություն ասածը, որ ընդդիմությունն է, ոչ մի օրակարգ չունի։ Ոչ մի օրակարգ չունի։ Բայց Նիկոլին փոխենք, մենք նստենք, մենք ավելի լավ կբանակցենք։ Մենք ավելի լավն ենք։ Ինչով եք լավը խրերված նայեք։ Չգիտեմ ինչով է լավը։ Հիմա իրանք կգան, դու կմտնեն պարլամենտ։ Ժողովուրդն ասած, բայց ալտերնատիվա չունենք մենք։ Տեսակ ոչ մի ուժ չկա։ Հո քոր չեք ժողովուրդ։ Ինչի չկա։ Կա։ Կան փոքր կուսակցություններ, որ ռեսուրս չունեն։ Գուրգեն Սիմոնյան կա։ Բոլորին դեմ եմ կա, հա? Այդ երկուսը գոնե, այն մնացած են աֆիլիացված ինչ-որ բաներ են, գիտեմ, հասկանում եմ, ասենք, խոտ չեմ ուտում, էլի, ասենք, որ, ասենք, զեդերը հավաքելու են կեսը տան հետո Քոչարյանին,
Կամ նրանք ձեզները հավաքելու են տան Նիկոլին։ Այդ ես գիտեմ։ Դուք եք գիտեք շատ լավ։ Ամենադեպս են ակտիվ մասան։ Բայց այն երկուսը ոչ մեկ է աֆիլիացված չեն կարծես թե։ Փորձեք մի հատ արա։ Փորձեք, կարող է պատահի ստացվի։ Թող մտնեն պարլամենտ, թող բացի բոսյակներից, խուլիգաններից ու խափեբաներից պարլամենտում լինի ինչ-որ մի հատ ուժ։ Ինչ-որ մի հատ ուժ լինի։ Որ քննադատի, որ խոսի, ես գիտեմ, ընտրություններով երբեք չի փոխվում իշխանություն, ժողովուրդ։ Մեր մոտ ամենը 30 տարվա ընթացքում չի փոխվել ընտրություններով իշխանություն Հայաստանում։ Չի եղել։ Իշխանությունը ռեսուրս ունի, իշխանությունը ավտորիտետ ունի, իշխանությունը սենց է, նենց է։ Այս սրանք գոնե ասենք չեն ծեծում, չեն սպանում, չեն բանանում, հա, ասենք տենց մի քիչ շնորհքի է բերել այս դաշտը։ Ընտրություններ կլինեն ի վերջո, հա, զինվորներին բաներին չեն, ավտոմատով չեն տանի, որ ասենք սա իշխանության կողմ քվեարկեն։ Տատիներին ավտոբուսներով, բլյադ, հիշում եք ոնց եք տատիներին ավտոբուսներով բերում։ Այդպես բաներ հուսամ չի լինի։ Բայց մեկը ընտրվելու է։ Բայց ընդդիմություն չունենանք։ Որը մարդ չլինի, որ հերնի ասի, տղեկ սխալ եք։ Լավ չի։ Ու ոչ թե ասի, հելիք մենք կանենք, ավելի լավ կանենք։ Լավ է, 30,000, թե 300,000 աշխատատեղ կբացենք։ Չի կամաչում արա։ Ատորի կրիվ է անում Նիկոլը, ատորի։ Բլյաց արա։ Այդ զանգվածն այդ ատորն է գալի, արա, ժողովուրդ ջան։ Էդ է գալի հիմա։ Ու այդ ատորը վերջը տարել է Քոչարյանին։ Կամ են նրան տալու, չգիտեմ։ Որև սաղին մի մերա բերե։ Էդ է։ Կոչ եմ անում նախ եւ առաջ այդ հիմար նարատիվը գցել ենք, որ ոչինչ չի փոխվի, մենք ոչինչ չենք կարող, կարանք անենք։ Գնացեք ընտրության, որներ այդ բարձացրեք, գնացեք մինչև ընտրատարածք, ընտրեք։ Ձեր ուզածը ընտրեք, ջայնա։ Նրանց եք ընտրում, նրանց ընտրեք, հարց չկա։ Բայց գնացեք ընտրության։ Եթե չեք ուզում, էլի պարլամենտը լինի ախոր։ Հենց այդքան է։ Իսկ ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր որ հույս ունեն, որ կարող են ինչ-որ բան փոխվել, եթե այդ իշխանությունը մնա։ Գիտեք ինչ-որ բան կփոխվի, եթե լինի ընդդիմություն, ու այդ իշխանությունը տշելով աշխատացնի։ Ես չեմ ուզում ասենք դրան իշխանությունի մասին, ոչ Գուրգեն Սիմոնյանը, ոչ բոլորին դեմ այնտեղ ընդհանրապես ուրիշ կանք, հետո տենանք ինչ ալնում, բան չսպես ծրագիր է ինչ որ։ Չեմ ուզում, որովհետև կա բարակցային process կա, բան կա, իշխանությունը փոխելը մի քիչ ասենք խնդրահարույց է, բայց ինչ որ մեկը կա որ ձվերից բռնի արա։ Ինչ որ մեկ կա որ լեզուն քաշի էս կողմ։ Ու կրեատիվ է ամեն ինչանի, ոչ թե ասի գնամ ասում լացի խլինքը թափի ինձ բանի մոտ այդ իջոտի ագարկեքի մոտ այդ փչացածների մոտ որ Նիկոլինի մոժին պամինած օհո այդ ինչ ամասունների ինչ որ հավաքածու արա նորմալ մի հատ մարդ գա նորմալ մարդիկ գան ասեն ախպեր ջան իշխանությունն ես հա փակ քեզ աստված էս պետք է սենց անես որովհետև դու իրավունք չունես մեծամասնություն ունես ու ինչ ուզես անես իրավունք չունես մենք ընդդիմություն ենք ու այդ ընդդիմությունը որը որ մտնի ժողովուրդ ջան թեկուզ չի մի քանի հոգի մտնի տարիների ընթացքում կամաց կթրծվի կդառնան քաղաքական գործիչներ հիմա ինչ հիմա պրոստը թե ինչի Սիմոնյանը չի միանում այդ բոլորին դեմ չեմ հասկանում Պավլինի ինչ որ բաներ ունեն երկուսն էլ սինդրոմ ունեն բանի սիրամարգի չգիտեմ որ մեկ ավելի շատ չեմ ճանաչում ոչ մեկին պոչերը թողել ամեն առաջինը ես եմ չմիանան ես չգիտեմ կարան ասեմ պարլամենտ թե ոչ չգիտեմ բայց ես ընտրելու եմ այդ երկուսից մեկը եթե ուզում եք մի բան փոխվի ժողովուրդ ջան մնացածը վիճիկ դառնա պատմությունա էլի բոսյակները կմտնեն ու էլի կսկսվի այս անգամ մի քիչ ավելի լուրջ է էլի ասենք այդ ամենը չէ որովհետև ասենք Պուտինը քյասեր ասել է
Ստորագրել է պասպորտերի մեջ ասել գնացեք փոխեք, գնացեք մտեք։ Թե ինչի դրանց չեն փակում, դա չեմ կարող հասկանալ։ Եթե ակնհայտ մեկը հանցագործ է, այն մեկը ռուսական ագենտ է, ասում եք, բան չէ, ասենք, ինչի չեք փակում։ Փակեք այդ կուսակցությունները։ Ժամանակին պետք է հանրապետականը փակեք ընդհանրապես, որպես ամենաշմեծ վնաս տվող բանը, կուսակցությունը Հայաստանին։ Ոչ մի բան չարեցիք։ Ոչ մի բան։ Հիմա բանը ձերներ այդ բռնած այդ մուրճը բանը ինչ որ տվել ենք, ու տենց ուրախ գնում եք ընտրության, ու Ալեն Սիմոնյանն էլ շեր անում, որ տիպը տեսեք մենք այնքան մտահոգ ենք այդ մարդկանց համար։ Լավ, ու մեկի ձիոտի տեղ դրի, արա ձեր տանձ ինչի ոչ մի բան։ Ոչ մի բան։ Այդ դա մասին եմ ասում։ Ընդհանրապես իհարկե հա ինչ որ բաներ արվել է։ Լավ, всё, չեմ ուզում տարածվել, մի խոսքով ասեցի։ Ամսի 5-ին էլ ներկայացրեմ հոմ կամերային թատրոնում, եկեք, եթե ուզում եք ցրվեք մի քիչ էս պորնոգրաֆիայից, եկեք մի քիչ ցրվենք։ Ստարի թատրոնի էս donation-ից թե դրած է։ Եթե ուզում եք կարող եք աջակցել, շուտ սարքեմ, որ էլի ինչ-որ մի տեղ ունենանք, որտեղ կարող չմտածենք այս ամեն ինչի մասին, չխելագարվենք։ Դե